Երբևէ հետաքրքրել է, թե որքան ֆինանսավորում է հատկացվում արդարադատության ոլորտի համար։ 2024 թվականին արդարադատության համակարգի աշխատանքն ապահովելու համար նախատեսվել է հատկացնել 78.1 միլիարդ դրամ։ Արդյոք սա շատ է թե քիչ։ Եկեք միասին հասկանանք թվերի լեզուն։ Պետական բյուջեի ընդհանուր ծախսերի մեջ արդարադատության ոլորտի բյուջետային ծախսերի կշիռը 2024-ին կազմել է 2.44%։ Այս գումարը կազմում է մեր երկրի ՀՆԱ-ի 0.77%-ը։ Այն 7.9%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը, որն էլ իր հերթին նշանակում է ավելի քան 3 միլիարդ դրամով ավել ներդրում արդարադատության ոլորտում։ Արդարադատության ոլորտի բյուջետային ծրագրերը իրականացվում են Արդարադատության նախարարության, Սահմանադրական դատարանի, Հակակոռուպցիոն կոմիտեի, Բարձրագույն դատական խորհրդի, Քննչական կոմիտեի, Դատախազության, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եւ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից։ Եկեք պարզենք, թե ինչպես է բաժանվում արդարադատության ոլորտի գանձարկը։ Ամենամեծ մասը 24.5%-ը կամ 19.2 միլիարդ դրամը ուղղվում է Բարձրագույն դատական խորհրդի կողմից իրականացվող դատական իշխանության գործունեության ապահովում եւ իրականացում ծրագրի կատարմանը։ 24.2%-ը կամ 18.9 միլիարդ դրամը նախատեսված է Քննչական կոմիտեի կողմից իրականացվող քննչական ծառայություններ ծրագրի իրականացմանը։ 18.2%-ը կամ 14.2 միլիարդ դրամը նախատեսված է Արդարադատության նախարարության կողմից իրականացվող քրեակատարողական ծառայություններ ծրագրի իրականացմանը։ Մնացած միջոցներն ուղղվում են Արդարադատության նախարարության կողմից իրականացվող հարկադիր կատարման ծառայություններ, արդարադատության ոլորտում քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում, խորհրդատվության և մոնիտորինգի իրականացում, դատական և հանրային պաշտպանություն, իրավական իրազեկում և տեղեկատվության ապահովում, արդարադատության համակարգի աշխատակիցների վերապատրաստում և հատուկ ուսուցում, քաղաքացիական կաթության ակտերի գրանցում, հակակոռուպցիոն քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում և մոնիտորինգի իրականացում, դատախազության կողմից իրականացվող մասնագիտական ուսուցում և որակավորման բարձրացում, փորձաքննության ծառայություններ, դատավարական ղեկավարում և դատախազական հսկողություն, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից իրականացվող կոռուպցիայի կանխարգելման համակարգի զարգացման ապահովում, Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման և քննության ապահովում, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվող մարդու իրավունքների պաշտպանություն, Սահմանադրական դատարանի կողմից իրականացվող Սահմանադրական դատարանի գործունեության ապահովում։ Արդարադատության համակարգի բարեփոխումները պահանջում են կայուն բյուջետային ներդրումներ, որոնք ապահովում են հասարակության հիմնարար իրավունքների պաշտպանությունը։ Բավարար ֆինանսավորումն ու նպատակային ներդրումն արդարադատության ոլորտում ոչ միայն երաշխավորում են քաղաքացիների համար հավասար հասանելիություն դեպի արդարություն, այլև նպաստում են պետության ինստիտուցիոնալ զարգացմանն ու հասարակական վստահության ամրապնդմանը։